Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո, ամեն։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Այս աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Հիսուս երբ այս բաները խոսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. Հայր, հասել է ժամը, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ քեզ փառավորի, ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա այն ամենին, որ նրան տվեցիր։ Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, լրացրի այն գործը, որ ինձ տվեցիր, որ անեմ, եւ դու այժմ փառավորիր ինձ, Հայր, քո մոտ եղած այն փառքով, որ ունեի քո մոտ նախքան աշխարհի լինելը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից, նրանք քոնն էին, եւ ինձ տվեցիր նրանց, եւ նրանք քո խոսքերը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը ինչ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, եւ նրանք ընդունեցին եւ ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, եւ նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ Այս բաները ասացի, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Այս աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այսօր եւ ընդհանրապես երևի ողջ մարդկության կյանքում, մարդկության պատմության ողջ ընթացքում ամենից փափագելի բանը, ամենից պակասող բանը, որ կա, խաղաղությունն է։ Ի նկատի չունեմ աշխարհի թոհու բոհերը, պատերազմները եւ այլն, այլ մարդու հոգու խաղաղության վիճակը, հոգու ներդաշնակ վիճակը։ Հազվադեպ է լինում, որ մարդը խաղաղության մեջ է լինում։ Շատ ավելի հաճախ կամ մեր կյանքի ժամանակի ավելի մեծ մասը մենք լինում ենք անխաղաղ վիճակների մեջ, տագնապների մեջ, վախերի մեջ, անհանգստությունների մեջ։ Եվ Քրիստոսն ասում է. ես ձեզ այս բաները ասեցի, որպեսզի դուք խաղաղություն ունենաք։ Ճիշտ է, ասում է, աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Ուրեմն ուրիշ միտեղ ասում է. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ վեր է, քան այս աշխարհի խաղաղությունը։ Այսինքն մի ներքին խաղաղություն, մի ներքին վստահություն Աստծով, որին ոչ մի փոթորիկ, տագնապ այս աշխարհի մեջ չի կարող վրդովել։ Այս խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Եվ այդ խաղաղությունը միայն Աստծուց մարդ կարող է ունենալ։ Այս աշխարհի մեջ ուրիշ կերպ մարդը խաղաղության չի կարող հասնել։ Ուժը մարդուն, ի նկատի ունեմ նյութական, ֆիզիկական ուժը, մարդուն խաղաղություն չի բերում։ Հարստությունը մարդուն խաղաղություն չի տալիս։ Փառքը մարդուն խաղաղություն չի տալիս։ Արվեստը, սպորտը, գիտությունը, գիտելիքը մարդուն խաղաղություն չի տալիս։ Մարդուն խաղաղություն տալիս է միայն նա, ով խաղաղության իշխանն է։ Իսկ խաղաղության իշխան Տեր Հիսուս Քրիստոսին է կոչում Եսայի մարգարեն։ Ուրեմն խաղաղությունը միայն Աստծով կարող է լինել։ Այսօր մեր եկեղեցին տոնն է կատարում եկեղեցու մեծանուն հայրապետներից 3-ի՝ Աթանաս Ալեքսանդրացու, Գյուրեխ Ալեքսանդրացու
և Գրիգոր Աստվածաբան Նյազյազյանցու տոնն է կատարում այսօր մեր եկեղեցին։ 3 մեծանուն հայրապետներ, որոնք ապրել են 4-5-րդ դարերում, մոտ 100 տարվա ուրեմն ժամանակամիջոց է ընդգրկվում այս սուրբերի կյանքը առաջինից մինչև վերջինը։ Եվ սրանք 3-ն էլ ընդգրկված են մեր եկեղեցու կողմից ուրեմն մեծարված 12 տիեզերական վարդապետների, ընդհանրական եկեղեցու 12 տիեզերական վարդապետների շարքում։ Առանձին իրենց վարքերին կանգ չեմ առնելու, ապրել են ուրեմն Աթանաս Ալեքսանդրիացին, որ ժամանակագրական առումով սրանցից առաջինն էր, ծնվել է 3-րդ դարի վերջում, ապրել է մինչև 4-րդ դարի վերջերը, 73 թվականը, և եղել է Ալեքսանդրիայի հայրապետը, 20-րդ հայրապետը։ Սուրբ Աթանասի անվան հետ կապված են շատ կարևոր իրողություններ, դրանցից մեկն այն է, որ նա սարկավակ վիճակով իր հայրապետի Ալեքսանդրացու հետ մասնակցել է Նիկեայի առաջին տիեզերական ժողովին և եղել է ժողովի կարևորագույն անձերից մեկը, կարևորագույն դեմքերից մեկը, որ պայքարել է ուղղափառ հավատքի համար, պայքարել է արիոսականության դեմ և իր անմիջական ջանքերով, նաև ավանդությունն ասում է, որ իրեն տրված հայտնությամբ մեջտեղ է եկել նիկեական հանգանակը, հավատո հանգանակը, որ մինչև այսօր եկեղեցու մեջ մենք կիրառում ենք։ Իր հայրապետից հետո ինքը դարձավ 33 տարեկան հասակում, դարձավ Ալեքսանդրիո պատրիարք և երկար ու դժվարին կյանք ունեցավ, փորձություններով լեցուն, նեղություններով լեցուն։ Ասում է կար ժամանակ, որ ամբողջ եկեղեցու մեջ միայն Աթանասը և իր մի քանի կողմնակիցներ էին մնացել ուղղափառ հավատքի մեջ, բոլորը ուղղափառ հավատքից շեղվել էին, բայց իրենք հաստատուն մնացին, աքսորների, վշտերի, նեղությունների ենթարկվեցին, բայց հաստատուն մնացին։ Ժամանակագրական առումով հաջորդ սուրբը Գրիգոր Աստվածաբանն է, Նյազյազյանցի կոչվածը, Նյազյազն քաղաքից էր, որը ուրեմն ծնվել է շուրջ 330 թվականին, տեղ կասում է 29, տեղ կասում է 30-ին և ապրել է մինչև 386 թվականը։ Սա էլ իր կյանքի ընթացքում ինքը եպիսկոպոսի որդի էր, հայրը եպիսկոպոս էր, Նյազյազն քաղաքի եպիսկոպոսն էր Գրիգոր, որը իր որդուն արդեն չափահաս տարիքում ձեռնադրեց կուսակրոնք, նախ մկրտեց, հետո ձեռնադրեց կուսակրոն քահանա, հետագայում նաև իր ընկերոջ կողմից, Բարսեղ կեսարացու կողմից ինքը ձեռնադրվեց եպիսկոպոս Նասիմա քաղաքի, որի մասին պատմությունն ասում է, այդպես էլ այդ քաղաքը չգնաց ինքը, չհասցրեց գնալ, որովհետև հանգամանքները այնպես դասավորվեցին, նախ վերադարձավ Նյազյազն, հետո իրեն հրավիրեցին հոր մայից հետո գնաց ճգնելու, ճգնավոր դարձավ, հետո հրավիրեցին Կոստանդնապոլիս, որտեղ իր քարոզներով ուղղափառ հավատքի մեջ ջատագով եղավ, որի արդյունքում էլ 381 թվականին ընտրվեց Կոստանդնապոլսով պատրիարք և մասնակցեց երկրորդ տիեզերական ժողովին, որտեղ էլ ասում է նախագահեց ժողովը, ուրեմն ժողովի նախագահ
հայրապետի վախճանից հետո։ Ուրեմն, բայց սակայն թողեց պատրիարքությունը, որովհետև սիրում էր աղոթական, հայեցողական, ճգնողական, գրական կյանք եւ հեռացավ իր քաղաքը, որտեղ մինչև իր կյանքի վախճանը, ուրեմն աղոթքով եւ գրական գործունեությամբ զբաղվեց, բազմաթիվ աստվածաբանական երկեր թողեց։ Ժամանակագրական առումով երրորդ այս սրբերից նորից Ալեքսանդրիո պատրիարք, արդեն Ալեքսանդրիայի 24-րդ պատրիարք Գյուրեղ Ալեքսանդրացին էր, որը նույնպես քրիստոնյա ընտանիքից էր, վաղ հասակից քրիստոնեական ընթացքի մեջ էր, իր քեռու կողմից Թեոփիլոս պատրիարքի կողմից ձեռնադրվեց քահանա, հետո եպիսկոպոս եւ փոխարինեց նրան պատրիարքական գահին Ալեքսանդրիո 412 թվականին եւ մինչեւ 444 թվականը պատրիարք եղավ։ Նույնպես ուղղափառ հավատքի ջատագով էր, մեծ պայքարների եւ նեղությունների միջով անցավ։ Ինքն էլ նախագահել է երրորդ տիեզերական ժողովը, այսինքն այս երեք հայրապետներն էլ, սրբերն էլ եղել են այն երեք տիեզերական ժողովների գլխավոր գործող անձերից, որոնք ընդունում է մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին ընդունում է միայն երեք տիեզերական ժողով եւ 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովը նախագահում էր Գյուրեղ Ալեքսանդրիացի պատրիարքը, որի մեկ բանաձևի վրա հիմնված է նաև մեր եկեղեցու աստվածաբանությունը։ Ինչ էր այդ բանաձևը։ Մեկ է մարդացած բանի բնությունը։ Մեկ բնություն ունի մարդացած Աստված Հիսուս Քրիստոս, որը մինչև հիմա մեր եկեղեցին դավանում է, որ Հիսուս Քրիստոսի բնությունը մեկ է, հակառակ քաղկեդոնականների, որոնք հետագայում ընդունեցին, որ Քրիստոսն ունի երկու բնություն։ Գյուրեղ Ալեքսանդրացու բանաձևն ասում է մեկ է մարդացած բանի բնություն, այսինքն մարդացած բանն Աստված Հիսուս Քրիստոսն ունի մեկ բնություն։ Այս երեք սրբերի հիշատակն է, որ մենք այսօր կատարում ենք։ Այս սրբերն անցան այն ճանապարհով, ինչի մասին Քրիստոսն այսօր ավետարանում խոսում էր։ Խաղաղություն ունեցան Քրիստոսով, բայց նաև փորձություններ, նեղություններ ու վշտեր ունեցան աշխարհի մեջ, բայց քաջալերվեցին, որովհետև հաղթեցին աշխարհին։ Լավ, շատ կարևոր է, որ մենք կատարում ենք այս սրբերի հիշատակը, որոնք ժամանակագրական առումով մեզանից հեռու են գրեթե 1600 տարի, մի քիչ մեկը ավել, մեկը պակաս, մոտավորապես 1600 տարի առաջ են ապրել մեզանից։ Բայց ինչ են արել։ Եղել են ուղղափառ, ուղիղ հավատքի ջատագովներ եւ մեզ փոխանցել են ուղղափառ հավատք։ Սակայն մենք այսօր հաճախ եւ մեծ մասամբ հեռացած ենք այն ճանապարհից, այն հավատքից, ինչին մեզ առաջնորդեցին այս սրբերը, ինչ մեզ ավանդեցին այս եւ եկեղեցու մյուս հայրերը։ Եվ այսօր այս խորհրդի մասին, որ մտածում էի այսօրվա տոնի, այսօրվա սրբերի խորհրդի մասին, երեք երեկոյից միտս էր եկել մի հոգևոր բանաստեղծություն, որը այս տողով է սկսում. մեր հայրերի անցած ճամփան։ Այսինքն մեր հայրերը ճանապարհ անցան, որը մենք մոռացանք, որը մենք թողեցինք, որից մենք խոտորվեցինք, որից մենք շեղվեցինք եւ հայտնվեցինք այն վիճակի մեջ, ինչի մեջ այսօր կանք։ Անխաղաղ վիճակի մեջ, Աստծուց հեռացած վիճակի մեջ։ Եվ քանի գնում է ավելի ու ավելի ենք կորցնում մեր խաղաղությունը, որովհետև Քրիստոսից չենք առնում։ Ուզում ենք ուրիշ տեղերից խաղաղություն ունենալ, ուրիշ տեղից խաղաղություն չկա։ Խաղաղության Աստվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ եկեղեցական սուրբ հայրերն ասում են, խաղաղությունը այն գլխավոր, կարևոր
հատկանիշն է, որ ունի աստվածությունը։ Սուրբ երրորդության 3 անձերը իրար հետ գտնվում են ներդաշնակ խաղաղության մեջ, այսինքն Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին ներդաշնակ խաղաղության մեջ են։ Եվ այդպիսի խաղաղության մեջ էր գտնվում նաեւ առաջին մարդը մինչեւ մեղք գործելը։ Բայց մեղքի արդյունքում կորցրինք այդ խաղաղությունը։ Եվ քանի գնում է, ավելի են կորցնում այդ խաղաղությունը վերադառնալու փոխարեն։ Իսկ վերադառնալու տեղը մեկն է՝ Տեր Հիսուս Քրիստոսին վերադառնալը։ Եվ ուզում եմ ես ձեզ այսօր ընթերցել ուղղակի այդ բանաստեղծությունը, որ ամբողջ երեկո եւ ամբողջ օրը ինձ հանգիստ չէր տալիս։ Այդ բանաստեղծության խոսքերը երգել կա, լսած կլնեք։ Մեր հայրերի անցած ճամփան ինչու այդպես շուտ մոռացանք։ Թողած կենաց խոսքը անմա, անցողիկով դուք հագեցաք։ Եվ դուք այսօր պճնված եք, ճոխ եւ շքեղ հանդերձներով, թողած հանդերձն արդարության, որ մեր նախնիկ հագան սիրով։ Հնացած եք դուք համարում մեր հայրերի անցած ճամփան, թողած ճամփան երկինք տանող, թափառում եք ձորում մահվան։ Եվ դուք իրար հարց եք տալիս ու զարմանում, թե ուր կորավ մեր սրտերից երանելի խաղաղություն։ Կոչ եմ անում հիմա ես ձեզ, կենաց խոսքով այժմ սնվեք, մերկության դեմ որպես ծածկոց, արդարության հանդերձ հագեք, որ դուրս ելնեք մահվան ձորից, կենաց ճամփով երկինք հասնեք, որ ունենաք խաղաղություն, դուք Հիսուսին հավատացեք։ Թող Սուրբ Հայրապետների բարեխոսությունը մեզ հետ լինի, որպեսզի մենք վերադառնանք իրենց կողմից մեզ համար գծած ճանապարհի վրա, իրենց կողմից մեզ համար հաստատած բացած ճանապարհի վրա եւ խաղաղություն ունենանք Տեր Հիսուս Քրիստոսով։ Ամեն։